Հարազատներս այսօր ուզում եմ պատրաստեմ եղինջով ապուր կամ կծող բանջարով ապուր, բավական համով, բավական վիտամիններով հարուստ։ Եկեք միասին պատրաստենք։ Սկսեցինք։ Հարազատներս, որպեսզի մենք կծող բանջարը պատրաստենք, մեզ հարկավոր է լինելու բանջար։ Շատերը կանչում են կծող բանջար, շատերը եղինջ, նայած ով ոնց է կանչում։ Իհարկե սա մենք կանչում ենք կծող բանջար, սա պետք է կտրատենք և անցնենք գործի, բայց մինչև այդ ուզում եմ ասեմ էլ ինչ ենք դնելու մեջը, դնելու ենք կարտոֆիլ բնականաբար, մեր ապուրի մեջը սոխ առած ենք պատրաստելու համեմ, կարմիր բիբար, հալեպի բիբար և աղ ու բնականաբար յուղ։ Հիմա անցնեմ սա առանձին մի հատ կտրատելու, սոխը առաջինը պետք անեմ, որտև սոխարածը մեզ հարկավոր անել ու միանամ ձեզ։ Յուղ եմ դնելու, դուք կարող եք նաև օգտագործել կարագ կամ յուղ իհարկե բնականաբար, ինչ որ կցանկանաք, որը որ նախատեսում եք ճիշտ է ձեր համար։ Սոխը արդեն աղացել եմ, հիմա սոխն էլ կավելացնեմ։ Ես օգտագործում եմ մոտավորապես 1 գլուխ սոխ, շատ մեծ չէ, միջին չափի։ Մինչև սոխառածը լինի, այդ ընթացքում կարտոֆիլը կտրատեմ։ Իմիջիայլոց կծող բանջարը, եթե չգիտեք, որոշ մարդիկ եթե չգիտեն, օգտագործում են մազաթափության դիմաց, ես դա ինքս գարանտի եմ անում, որտև ինքս օգտագործել եմ ուսանող տարիքում մի պահ, երբ որ քննությունների մեջ էի, ստրեսից մազերս թափվում էր, չեմ ասում հորմոնալ խանգարումների դեպքում օգտագործեք, դա արդեն ուրիշ հարց է, բայց ուղղակի, եթե մազերը սկսում է ինչ-որ մի պարագայում սկսում է թափվել, խորհուրդ կտամ անպայման օգտագործեք։ Ուրեմն գիտեք ինչ եք անում, այս կծող բանջարը վերցնում ենք, եռացող ջրի մեջը դնում ենք, 2 րոպե, շատ չի եռալու, կամ 1 րոպե գոնե ընդամենը եռում է ու անջատում ենք, անջատելուն պես թողում ենք թրմումա, որ գոլանում է, իրան մի լավ քամեք, որ արդեն իր տերևիկները մեջը չմնա, սրանք մեջը չմնան, մաքուր ջուրը մնա պարզված, ինքը կանանչ գույնի ջուր է լինելու, երբ որ լողանում եք, լողանալուց հետո պարզաջրում եք այդ եղինջի ջրով և թողնում եք, էլ դրանից հետո ուրիշ ջուր չեք անում և բավական օգնում է, 2 անգամ, 3 անգամ անելուց հետո կտեսնեք մեծ տարբերություն և մազերի թափվելը կանգնում է։ Դա ուղղակի ինքս եմ հովանավորում, որտև ինքս արել եմ, օգտագործել եմ։ Հարազատներս, այստեղ արդեն մեր սոխառածը մինչև լինում է, հիմա կարտոֆիլը վրան կավելացնեմ և իրան շոգեխաշ կանեմ, չեմ ժարի տանելու, չեմ կարմրացնելու, ուղղակի շոգեխաշ ենք անում իրան։ Սա այստեղ թող ուրեմն լինի, մենք անցնենք մեր բանջարը կտրատելուն։ Անցնենք մեր բանջարը կտրատելուն, իմիջիայլոց եթե նկատեցիք ձեռնոցներ եմ դրել, որտև բանջարը կծող է, ահա որ կծում է, չենք մոռանում, չէ, կծող բանջարի հետ կապված մազաթափության համար առաջի դեղն է, խորհուրդ եմ տալի անպայման օգտագործեք, ովքեր իրոք նման խնդիր ունեն, սա ստրեսից է կամ ինչ-որ չգիտես ինչից սկսվում է մազաթափություն, բայց ոչ հորմոնալ խանգարումներից, հորմոնալ խանգարումները արդեն պետք է ստուգեք, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ,
Սա մի հատիկա մազաթափության համար շատ օգտակար է։ Բացի այն եւ շատ վիտամինով հարուստ է բանջարը։ Եթե ձեր մոտ հնարավորություն ունեք, օրինակ մեր մոտ Միացյալ Նահանգներում հանդիպում է, բայց ոչ շատ հաճախ։ Այսօր շատ ուրախացա, որ տեսա կար, միանգամից վերցրեցի, բնականաբար շատ մանր չեն կտրատում, ոչ է շատ խոշոր ենք անում։ Ուղղակի սենց մանրացնելով գնում ենք։ Մոռացել էի ասել, ապուրի մեջ եւ նաեւ ավելացնելու են 2 կտոր սաղտոր, 2 ատամ։ Ես հիմա առանձնացրել եմ, ինքը եթե նկատում եք, մեջերը այսենց կոթեր ունեն, մեր մոտի կծող բանջարը այսենց հաստած կոթերով է գալի բավական։ Հիմա սա ես սենց առանձնացրել եմ այնտեղ, քանի հատ ունեմ արդեն, պետքա չորացնեմ։ Թող մնա ձմեռվա ձմեռ կլինի, ամառ կլինի, եթե սեզոն անգամ չի, կապ չունի, հիմա արդեն ձմեռ ենք, անկախ ամենից յանիմ թե ձմեռ ենք, Միացյալ Նահանգներում ձմեռը չես էլ ջողում ես երբ է, բայց սրանք ես չորացնում եմ, մանրացնում ու չորացնում եմ, եթե ոչ պետք է կամ պարագայում, եթե պետք է ունենանք արդեն տանը։ Շատ երկրներ գիտեմ, որ իրանք օգտագործում են որպես թեյ, չորացնում են, մանրացնում են եւ որպես թեյ են օգտագործում։ Հակաբորբոքման համար, ինքը արդեն հարուստ է բավական վիտամիններով ու տենց։ Գրեք տեսնեմ, դուք էլ եք օգտագործում, արդյոք ձեր երկրներում կան կծող բանջար կա, կարող եք դուք գնել, թե ոչ։ Նախկինում, շատ նախկինում 90-ականներին, որ դեռ նոր էինք եկել Միացյալ Նահանգներ, չկար, բայց գնալով երբ որ շատացան, այստեղ ոնց հասկանում եմ, հայերը շատացան, բացի հայերից էլ եւ օտարներն էլ բավական շատ շատացան ընթացքում, international market-ներում սկսվեց վաճառվելը ու ի զարմանս ինձ շատ էի ուրախացել, որ վերջապես բաներ կա, որ արդեն կարող ենք այստեղից գնել։ 90-ականներին չէիր կարող ճարել սենց բան, բացառված էր, բայց հիմա շատ բաներ կա, որ արդեն կարծում եմ հասկացամ, որ կարիքը կա աճացնելու։ Եթե նկատում եք, իմ բանջարը լավ լվացված է, խնդրում եմ դուք էլ անպայման լվացեք, որտեղ չեք իմանա ինչ ջրով է, չնայած որ այնտեղ գրվում է, որ իրանք լվացված է արդեն 2 անգամ, բայց չես կարող ասել, թե ոնց են լվացել։ Ավելի լավ է ձեր հապաղության համար դուք միշտ ձեր տանը լվացեք, նոր օգտագործեք։ Մնացածը կարծում եմ այսքանը բավական է արդեն, բավական է ինձ մոտ, երևի մնացածն էլ ես կչո ինձ մոտ արդեն համեմն էլ է կտրված և իհարկե ձուն էլ արդեն պատրաստ է, անցնենք գազ օջախի մոտ։ Արդեն ուզում է ժարիտ էլ լինի անգամ, ժամանակն է վերջ արդեն, հիմա կավելացնեմ ես ջուր, բնականաբար, մոտ 2 լիտրի չափով, և եռալուն պես կավելացնեմ արդեն իմ բանջարները կծող։
Հիմա տեսնենք ինչ է կատարվում արդեն, մենք պետք է սա եփենք այնքան, մինչև որ կարտոֆիլները արդեն եփված կլինեն, կարտոֆիլներն էլ արդեն համարյա թե եփված են, երևի մի 5 րոպե շատ կուզանամ, մի քիչ հիմա ավելացնեմ նախ ես մեջը և մի փոքր էլ հալեբիբի բառ եմ ավելացնում, իհարկե դա ըստ ձեր ցանկության, կարող եք չավելացնել, եթե դուք չեք ցանկանում։ Okay, մի 2 րոպե լեփելուց հետո արդեն կավելացնենք մեր կծող բանջարները։ Ես արդեն մեզ մոտ եփված է, հիմա վրան ես ավելացնելու եմ կծող բանջարը։ Սա թողնելու ենք, որ եփվի 10 րոպե, բայց այս ընթացքում հիմա ես կավելացնեմ սխտորը, 2 ատամ սխտոր եմ ավելացնում։ Ավելացնելու եմ համեմը։ Եվ 1 հատ ձու պետք է ավելացնեմ, բայց հիմա չէ, դա անջատելուց ընդամենը 1 րոպե առաջ։ Հիմա սա 10 րոպե էլ թող եռա։ Okay, հարազատներս հիմա արդեն մեզ մոտ պատրաստ է։ Հիմա կավելացնենք ձուն էլ մեջը ու կանջատենք։ Վերջ։ Հիմա իրար հետ կլցնենք, մի հատ համը կնայենք։ Այ, շատ համով է եղել։ Տաքը վառվում եմ։ Յոհոր ջան, ընտիր է եղել, անպայման դուք էլ պատրաստեք։ Անուշանեք, հուսամ, որ կպատրաստեք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ եթերներում։